Ընդհանրապես իրավական գործիքակազմի հետ կապված սա շատ հստակ եմ ուզում արձանագրել, դրա չիրացումը լրիվ այլ մեկնաբանման հնարավորություն է թույլ տալիս կատարելու, որը մենք նաև պրակտիկայում տեսել ենք։ Մենք տեսել ենք ինչպես է օրինակ սահմանադրական դատարան չդիմելը մեկնաբանվում լրիվ այլ տիրույթում։ Դա կլինի Հայաստանի Հանրապետության ներսում, թե հատկապես միջազգային ատյաններում։ Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված խնդիրները սա հանրային եւ նաեւ միջազգային բնույթի բացահայտված տվյալներ են։ Այսինքն այստեղ նույնիսկ իմ պնդումը, երբ ես կատարում եմ կազմի վերաբերյալ խնդիրների, խոչընդոտների, սա անհերքելի է, բայց դա արդյոք բավարար է, որ ընդհանրապես սահմանադրական դատարանում չվիճարկվեն ընտրության արդյունքները, այսինքն նույն այդ տվյալները որպես փաստ չներկայացվեն, ես այդպես չեմ կարծում։ Արդյոք նշվածը իրենից ենթադրում է որևէ մի գործողությունից խուսափել կամ այլ, բնավ ոչ։ Արդյոք սահմանադրական դատարան դիմելն է ինքնին պրոտեստի արտահայտումը։ Ոչ, բայց դա անհրաժեշտ պայման է, կարծում եմ, այո։ Առնվազն եկեք արձանագրենք, որ նաև շատ կարևորում եմ այն, բազմաթիվ արդեն մեր գործընկերներ հայտարարել են, որ վաղը լինելու են սահմանադրական դատարանի դիմաց։ Արդյոք դա է լինելու այն բավարար երաշխիքը, որ օրինակ սահմանադրական դատարանից մեր հայրենակիցները դրական ակնկալիք ունենան։ Ոչ, բայց մի բան հստակ է։ Սահմանադրական դատարանը նաև բոլոր դեպքերում որպես երրորդ անձ ներգրավել է նաև քաղաքացիական պայմանագրին։ Դուք հնարավորություն կունենաք եւ ես կարծում եմ նաեւ ինչպես միշտ զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը եւ առաքելությունը չափազանց կարեւոր։ Դուք նաեւ հենց կօգնեք մեզ, որ մեր հանրությանը ներկայացնենք բոլոր փաստարկները, որ մեր հայրենակիցները եւս մեկ անգամ տեսնեն, թե մենք ինչ աստիճան ոչ ազատ եւ ոչ հավասար պայմաններում ընտրություններ ենք ունեցել։ Դրանից արդեն թե ինչ հետևություններ կկատարվեն, բողոքի ինչ արտահայտման ձևեր կլինեն, կարծում եմ ժամանակը ցույց կտա։